Ողջույն սիրելի հետևորդներ, քանի որ նոր նկարահանեցի կարճ վիդեո թեմույց պատվիրված շրթունքների վերաբերյալ, հիմա էլ այն ամեն ինչ որ թեմույց պատվիրել եմ, գուցե որոշ բաներ մոռացած լինեմ, մի երկու բան ուղղակի ձեզ ցույց տամ ու իմ կարծիքը ասեմ արդեն օգտագործելուց հետո։ Ուրեմն այս տեսակը անունը մոռացա։ Այքես բան, ինչի անունը մոռացա։ Մի խոսքով որպես տոնային որ օգտագործում ենք, այսպես։ Ինձ ընդհանրապես դուր չեկավ ոչ իրա հոտը, ոչ իրա տեքստուրան, ոչ ինչպես է դեմքի վրա նստում, պլյուս դրան մեջը կարծես չլինի մոտ 2-3 անգամ օգտագործես ու վերջ։ Այնպես որ ես սա խորհուրդ չեմ տա, վերցնեք, դիզայնը լավն է։ Իրան ունենաս ճամփորդական ուղղակի այդպես թեթևակի մի երկու տեղ տպտպացնելու կուշոն, մոռացել էի անունը, մի երկու տեղ թարմացնելու դեմքին ինչ-որ երանգ հաղորդելու համար, գուցե արժե։ Ես իրա մեջ ավելացել եմ տոնային, որովհետև իրա մեջ համարյա թե չկար տոնային, այսինքն այն տոնայինները, որոնք ես պիտի օգտագործեի, որպեսզի մի քանի տոնային իմ հետ ինչ-որ տեղ չտանեմ, իրան ես իմ պայուսակի մեջ ունենամ կամ ինչ-որ քաղաքից քաղաք եմ գնում մի քանի օրով, ունենամ ձեռքի տակ։ Այդ առումով վատ չի, բայց էլի այնքան էլ լավ չի, ինքը որպես այդպեսին։ Կուշոն որպես այդպեսին ես խորհուրդ չեմ տա։ Բարձր սեգմենտի կուշոններ, օրինակ Estee Lauder-ը, էլի խորհուրդ չեմ տա, որովհետև այդ նույն կուշոնի գումարի կարող եք գնել Estee Lauder-ը հենց տոնայինը, որի մեջ 30 մլ է, իսկ կուշոնի մեջ շատ քիչ է եւ մի քանի անգամ քսելուց հետո վերջանում է, պլյուս դրան քանի կուշոնից ենք խոսում, ասեմ, Estee Lauder-ի կուշոնը հանկարծ աչքերի շուրջ չքսեք, միանգամից ինքը շատ չոր տեքստուրա ունի, ի տարբերություն տոնայինին, ու տոնայինն է խորհուրդ չի տրվում, չի կարելի double wear տոնայինի մասնախոսքը, բայց աչքերի շուրջ եթե մեկ անգամ էլ քսեք, միանգամից կնճռոտացնում է, չորացնում է, զգույշ կլինեք։ Մի խոսքով ասածս նա է, որ հատկապես բարձր սեգմենտի տոնայինները, ավելի լավ տոնայինը վերցնեք, կանցնեք կուշոնը համ թանկ է լինում, համ մեջը շատ քիչ է, իսկ այս բյուջետնի վարիանտները չինական ինձ դուր չեկավ, խորհուրդ չեմ տա։ Այդպես, եւ անուններ չեմ ուզում տալ, շատ աղջիկներ հիմա, անգամ հայտնի բլոգերներ հայ, գովաստ են անում, բայց դա չի նշվում որպես գովաստ, նկատած կլինեք YouTube-ի անալիքում, Instagram-ի անալիքում, հետո բերվում է Wildberries-ի այդ կոդերը, որ պատվիրեք, եւ ուղղակի իրենց կարծիքն են ասում ու միշտ շատ լավ կարծիք են ասում, որ շատ լավն է, համագործակցում են գովաստի համար, բայց ես կոնկրետ ոչ մի օգուտ չունեմ, ոչ YouTube-ից, ոչ մի տեղից, եւ իմ անկեղծ կարծիքն եմ ասում, YouTube-ում մոնետիզացիան միացավ, բայց դա Ամերիկայի հետ է ու այդպես չի թողնում, որ ես գումար վաստակեմ, որովհետև օրենքները փոխվել եւ Ամերիկայի պիտի արդեն ներկայացնես, որ եթե դու հասցեն նշել ես Ամերիկայի, նշես, որ դու այնտեղ ես ապրում, մի ժամանակ այդպես չէր։ Իսկ եթե փոխեմ Հայաստանի վրա, պրասմոտրներից, այդ դիտումներից գումար չեմ աշխատելու, դրա համար YouTube-ի ալիքը այդպես մնում է, բայց որպես այդպեսին ես այստեղից որովհետեւ եկամուտ չունեմ։ Ուղղակի դեռ ալիքս չեմ փակում, այդպես թողնում եմ, ձեզ համար երբեմն օգտակար վիդեոներ եմ ուզում անեմ։ Ասածս նա էր, որ ես որևէ մեկի հետ չեմ համագործակցում, գովաստ չեմ անում եւ իմ անկեղծ կարծիքն եմ ասում։ Մի խոսքով, սրա էլի չինական տեսակ կարմիր դիզայնով YouTube-ում է տեսած կլինեք որոշ բլոգերներ, Instagram-ում էլ գովաստում են, ասում են շատ լավն է եւ Wildberries-ի այդ կոդերն են դնում, որ այնտեղից պատվիրեք։ Դա զուտ մենակ անիմաստ գումարի վատնում է լինելու, իսկ իրանք զուտ մենակ գովաստ են անում համագործակցելով։ Այդ իմացեք։ Ես արդեն իմ անկեղծ կարծիք ասեցի կուշոնի վերաբերյալ, մնացածը դուք որոշեք։ Հաջորդը ձեռք էի բերել, քանի հիշեմ, էլի բան եմ ձեռք բերել այդտեղից, ես ցույց կտամ։
էլի շատ բաներ կա, փաստորեն մոռացել էի։ Հաջորդը էս Dior-ի նմանացրած բլաշը։ Որպես բլաշ ինքը ինձ ընդհանրապես դուր չեկավ, խորհուրդ չեմ տա ձեռք բերեք, թե ինչպես է դեմքի վրա տարածում եւ ինչ երանգ է հաղորդում։ Մի խոսքով ինքը դեմքի վրա ոնց է աշխատում, ինձ ընդհանրապես դուր չեկավ եւ խորհուրդ չեմ տա ձեռք բերեք։ Դուք ավելի բյուջետային վարիանտ այլ ֆիրմաներից կկարողանաք ձեռք բերեք, սա ոչ։ Հաջորդը այս տեսակն է, սա կոնտուր անելու համար է դեմքի վրա, սա միանշանակ խորհուրդ չեմ տա ձեռք բերեք, որովհետև ինքը կոնտուր որպես այդպեսին դեմքի վրա չի անում։ Այսպես իրան մուք եք տեսնում, մաշկի վրա մուք եք տեսնում, բայց երբ որ իրան տարածում եք, ընդհանրապես գույն չի մնում դեմքի վրա եւ ինքը կոնտուրինգ որպես այդպեսին չի անում։ Դրա համար սա անիմաստ գումարի վատնում է լինելու։ Ես ձեզ խորհուրդ չեմ տա դուք սա ձեռք բերեք։ Հաջորդը էս ֆանա, կոնկրետ ֆանան լավն է, դեմքի պուդրա է, փոշի տարբերակը, դեմքի վրա շատ լավ է աշխատում, շատ սիրուն է ֆիքսում, կան չէ պուդրաներ, որ գաջի էֆեկտ է տալիս, սա այդ գաջի էֆեկտը չունի, բավականին գեղեցիկ է նայվում դեմքի վրա, մի խոսքով ֆանա տեսակը ես խորհուրդ կտամ ձեռք բերեք։ Ուրեմն այստեղ էլի բան ունեմ, բայց հիմա դարակներից հանելու հավես չկա, խորը տեղերա դրած։ Այսպիսի բան էի պատվիրել, աղջիկներ։ Դեմքի գուբկա էլի տոնայինը նստացնելու ոնց որ կուշոնների մեջ է, սա էլ կուշոնի այդ հաստ տեսակն է, մտածեցի լավը կլինի, սկզբի անգամները օգտագործեցի, հավանեցի, բայց իրան տենց չեմ օգտագործում, չէ, չեմ հավանում, եթե անկեղծ, ավելի հարմար է այսպիսի գուբկաներով տարածել տոնայինը, քան թե սրանցով, ու շատ է ինքը մեջը ծծում ուտում տոնայինը, հատկապես երբ որ շատ լավ տոնայիններ ալնում ափսոս է լինում ու ոնց է նստացնում ինձ տենց դուր չի գալիս, ոչ 4 տարբերակով է սիրուն նստում, ոչ խոնավ, մի խոսքով կարող է հետո հաշտվեմ իր հետ, չգիտեմ, եթե դուք ունեք օգտագործում եք գրեք, լավն է թե չէ, ես սկզբից ինձ թվաց լավն է առաջի անգամը, հետո զգացի որ չէ, հետո շատ է ինքը տոնայինը ծծում իր մեջ։ Հաջորդը ինչից եմ գոհ, այսպիսի սրիչ եմ ձեռք բերել, ես որ ունեի տարբեր սրիչներ, տարբեր տեղերից առած, լուելից էլ էի առել բավականին թանկ, ոչ մեկ այդքան լավը չէր, հատկապես երբ որ շատ թանկ մատիտներ էի սրում ու ինքը անիմաստ ուտում էր մատիտը, ոնց սրում էիր ինքը փշրում էր, փչացնում էր, ես արդեն չգիտեի ինչ անեմ, որովհետև ամենապրոֆեսիոնալ խանութներից ձեռք էի բերել սրիչներ եւ լավը չէր լինում։ Կոնկրետ սա կարծեմ մոտ մի 400 դրամի կարգի եմ տվել, չեմ հիշում, մեկ զեղչեր էր լինում անգամ 3 հատը 600 դրամով։ Իրականում արժե հետո վերցնել էլի, որովհետև ընթացքում ինքը փչանում է թե քորանում է, չգիտեմ, բայց ինքը լավն է, իմ ամենալավ սրիչներից մեկն է, ամենալավ, սա միակ սրիչն է, որ լավ է սրում ու շատ հազվադեպ է լինում, որ որպես այդպեսին մատիտը վնասում է ու այդքան էլ չի ուտում էլի որպես այդպեսին, մի խոսքով սա խորհուրդ կտամ ձեռք բերեք, շատ լավն է, ես մտածեցի սկզբից էլի պատվիրեի, հետո մտածեցի ինչ պիտի անեմ, բայց զգացի, որ ամենաառաջի անգամներ ավելի լավ էր ծրում, քան հիմա, երևի քորանում է, չգիտեմ, դրա համար արժե էլի վերցնել, լավն է։ Հաջորդը այս մատիտների տարբեր գույները կա, ես վիդեո ունեմ իմ ալիքում, այս տեսակ ինքը շատ բոլոր գույները հիմա չհանեմ էլի, այս տեսակը ինքը շատ յուղոտ, շատ փափուկ տեսակ է, որպես այդպիսին, բայց գույները, եթե անկեղծ այդքան է ինձ համար խադավոյ գույներ չեն, ավելի սենց ռոզվիա խառը գույների մեջ է, իսկ ես ավելի շատ կարիշնևի գույների մեջ եմ հիմա օգտագործում, սա փափուկ տեսակ է, բայց շատ երկար չի մնում շրթունքների վրա, մատիտը պիտի լինի նաև այնպիսին, որ մի փոքր ավելի երկար մնա։ Հիմա, եթե մատիտներից վատը չի, բայց եթե ասեմ էլի կգնեմ կոնկրետ այս տեսակը սուտ կլինի, որովհետև այդ շատ յուղոտ տեսակն է չեմ սիրում, ինքը շուտ է մաքրվում։ Իրան որպես ավելի շատ շրթներ կարելի է օգտագործել, եթե անկեղծ։
Այս տեսակը կոնկրետ շատ գոհ եմ, այս տեսակը, հիմա տեսնենք, ես հիմա օգտագործում եմ 409 համարը, 409, բավականին լավն անշեմ, այս մամայիս հեռախոսով նկարում Redmi Note 14 Pro, Ուզում փորձեմ տեսնեմ ոնց է նկարում ի տարբերություն iPhone-ի, iPhone-ը ֆոկուսը այդքան լավ չի բռնում 14-ը։ Հիմա սա նայում ենք, մերկեն, տեսնենք սա ոնց է։ Սա ավելի լավ է մոդիկացնում ու ֆոկուսն է լավ բռնում է։ Նույն բանը, եթե այսպես վիդեո դնեի նկարեի, iPhone-ով չէի կարա։ Կոնկրետ սա զարմացած եմ շատ սմարթ բաներ ունի, որը iPhone-ը չունի, հետո իմ գործը շատ հեշտացնում է, գիրք էի գրում, սկզբից ձեռքով էի հավաքում, հետո պարզվեց սա ունի ֆունկցիա, որ հայերեն խոսում ես, ինքը հասկանում է գրում է, իմ գործը հեշտացրել է, մի խոսքով մենակ իրա այդ կլորությունը էկրանի այդ չեմ հավանում, բայց որպես այդպիսին, բաներ կա իրա հետ ես չեմ հաշտվում, օրինակ ես հաշվի չի առել, որ ինքը նեղ ու ինչի մասն էի խոսում ուր ընկա, չէ, քանի որ լավ է նկարում, դա համար մի հատ արագ ասեմ, այս առաջի անգամ եմ նկարում, դեռ չէի փորձարկել, քանի որ ինքը սուրուլիկ հեռախոս է ու նեղ, ինձ այդքան է դուր չի գալիս այդ պահը, պլյուս դրան, որպես նոր ինչ-որ մոդայիկ բան են արել, վրայի էկրանը կլորավուն է, այդ անհարմար է, կոնկրետ ինձ համար անհարմար է, այդ մինուսները ինձ շատ խանգարում է, մաման ինձ ասեց վերցրու քեզ, բայց ես դրա համար ինձ չեմ վերցնի, իր համար ինքն էլ այս նեղության համար չէր հաշտվում, իր համար ուրիշը վերցնենք, ես ավելի մի քիչ ուրիշ պլոսկին ինձ ավելի հարմար, բայց եթե նկարելու առումով նայենք, այս նույն վիդեոն եթե ես անեմ iPhone 14-ով, չի անելու այսպես, եթե ես այսպես մոդիկացնեմ, որ դուք նայեք, ինքը չի մոդիկացնելու, այսպես ֆոկուսը չի բռնելու, որ դուք սենց մոտիկից տառերը տեսնեք, այդ առումով շատ լավ է, իսկ շարժի առումով թե ինչպես է նկարում, iPhone-ի լավը ինձ ինչն է դուր գալիս, մի քիչ երբ որ քայլելով նկարում ես, այդ շարժը կանգնացնում է ինքը, սիրուն է նկարում, այդ պահն է մենակ ինձ դուր գալիս, մնացած լիքը բաներ կան, որ ինձ դուր չի գալիս, մարդկոց արագ է նստում ու ես այդ հեռախոսի հետ չհաշտվեցի, բայց սա չեմ փորձարկել դեռ, մի հատ YouTube-ի ալիքի համար կփորձարկեմ, տեսնեմ, երբ որ ուղղակի քայլելով ես վիդեո նկարում iPhone-ի նման տենց լավ է նկարում, թե շարժը քայլելու բան տենց երևում է։ Այսպես, այս մատիտները, հրաշք մատիտները, աղջիկներ ջան, խորհուրդ կտամ անպայման ձեռք բերեք, շատ լավն է։ Ուրեմն այս տեսակն է։ Սրանից գոհ էի, հաջորդը Lake Rain, սա վերցել եմ, չգիտես ինչի ռոզվի գույնը, կարելի էր կամ սպիտակը վերցնել, կամ մի քիչ պուդրայագույն բան վերցնել, ես սխալ եմ արել, որ այս գույնն եմ վերցրել, հիմա ձեզ ցույց տամ, այսպես, իրա դիզայնն էր ինձ դուր եկել, Huda Beauty նմանացրած, աչքերի տակ սա խորհուրդ չեմ տա ձեզ, նախ այս գույնը խորհուրդ չեմ տա ռոզվին, ցանկալի է կամ պուդրի գույն, այսինքն այսպիսի մի գույն, կամ սպիտակ գույն, բայց ոչ ռոզվին խորհուրդ չեմ տա, սա ես կոնտուրինգի համար եմ վերցրել, անունը մոռացա, ինքը կոնտուրինգ չէր, սաղ մոռանում եմ, մի խոսքով, սա Huda Beauty-ն է նմանացրած, իրականում սենց հարմար չի վրցնով աշխատել, համար քիչ է վերցնում պրոդուկտը, ստիպված իրան վերցնում եմ ուրիշ ամանի մեջ, այս ամանի մեջ է չի հարմար, որ իրան թաթախեց վրցնով, ես ստիպված սենց մի հատ մեծ աման եմ վերցրել, սրա մեջ եմ լցնում ու թաթախում, ինքը շատ լավ ֆիքսում է, ու օրվա մեջ լավ մնում է տոնայինը, բայց աչքերի շուրջ խորհուրդ չեմ տա, որովհետև ինքը շատ չոր պուդրա է, այդ ֆիքսելու առումով լավ ֆիքսում է, բայց աչքերի շուրջ ինքը շատ ուժեղ չորացնում է, և նաև ես ամենօրյա չեմ օգտագործում, որովհետև
շատ ուժեղ չորացնում մաշկը կարա վնասի, բայց եթե ձեզ պետք է Estee Lauder-ի տոնայնի նման պուդրա, որ լավ ֆիքսում է, լավ մնում օրվա մեջ, սա լավ ֆիքսող պուդրա է։ Իրանից գոհ եմ, բայց պիտի իմանաս երբ օգտագործես, ոնց օգտագործես։ Այսպիսի գուբկաներ էի պատվիրել, առաջի պարտիան լավն էր, սա առաջի պարտիան է, այսինչ մեծոտ, այս երկրորդ պարտիանը, սա էլ ավելի նեղոտ է ու ավելի ոչ այնքան փափուկ, ինչքան են մյուսը, եւ այստեղ էլ անգամ մատիկները ավելի դժվար է մտնում, քան են մյուսը, այսինքն տարբեր տեքստուրաների էր։ Նաև պատվիրել է այսպիսի մի բան, գուբկաներ, բուշոնի համար, մտածելով, որ սրանով ավելի թեթև կլինի տոնային նստածնելը, իրականում հա ավելի թեթև է լինում նստածնելը, բայց եթե անկեղծ սրանք, սա ես այդքան չեմ օգտագործում, անիմաստ գումարի տենց վատնում էր, ուղղակի հետաքրքրեց փորձարկեմ, բայց վատ բան չի, ուղղակի տենց շատ չեմ օգտագործում։ Այդ այդպես, իսկ սրանց հետ կապված իմացեք, որ իրանց մեջ լավ ու վատ կա, ես այս մեկը շատ գոհ էի, այս մեկն շատ տենց բարակոտ է։ Հա, այս գիտեք ոնց էր, այս սրա հետ նվեր էր եկե։ Ես էլ հետո պատվիրեցի սենց եկավ, մի քանի հատը, սենց, այդ այդպես։ Հիմա տոնայինները, այս տոնայինի վերաբերյալ ես լավ վիդեո էի նկարել, ասում էի, որ շատ լավն է, բայց մի քանի անգամ քսելուց հետո մաշկը սկսեց չընդունել, ու էլ սիրուն չի նայվում իմ դեմքին, անկեղծ ասած ես անգամ իր երկրորդ տարբերակն էի վերցրել զապաս ունենալու համար, որովհետև թեմում գիտեք, այդ ապրանքը կա, հետո դրա չկա, դա փոխային ուրիշ բան կա։ Անդադ նույն ապրանքի չի լինում, ինչպես օրինակ BH կոսմետիկան կամ AOA կոսմետիկայում, կոսմետիկայի խանութում չես գտնի անդադ նույն ապրանքը։ Հետո արտադրությունից դուրս է գալիս։ Դրա համար ես на всякий случай ամեն դեպքում մի հատ նորից պատվիրել էի, բայց հիմա կոնկրետ իմ մաշկը չի ընդունում, ես չգիտեմ ինչի է դա պայմանավորված, չի ընդունում ու ես մի երկու անգամ եկը փորձեմ կհասկանամ, եթե չէ, իրան չեմ օգտագործի, գույնը իրականում մուք է, իսկ սրա բացն է շատ բաց է, շատ բացը սպրտնաս տեսքա տալիս ու սիրուն բաց գույն չի, սա երկրորդ համարն է, բայց շատ մուք է, հոտն է շատ սուր է, այդ ինձ դուրս չի գալիս, մի խոսքով երևի թե թեմուից պետք չի տոնայիններ գնել, չգիտեմ, կուշոնից գոհ չեմ, սրանից սկզբից գոհ էի, հետո զգացի մաշկս չի ընդունում։ Այս էլ վերցրել էի որպես կոնտուրինգի, իրականում այդքան է լավ կոնտուրինգ չի անում, իր գույնը շատ մուք էր, նաև իր գույնը շատ մուք էր, սիրուն չէր լինում, իր հետ բավականին բաց գույն խառնեցի սրանից, տեքստուրան փոխվեց, вообще սիրուն չի լինում, մի խոսքով չգիտեմ ինչ ստացվեց, բայց ամեն դեպքում, եթե կոնտուրինգի համար եք վերցնում 0.8-ը շատ մուք է, իրանից երևի 2 տոն բաց պիտի վերցնեք, որպեսի կոնտուրինգ անելու համար լավ լինի։ Դիզայնը գնահատում եմ 10-ից 10 և կոնկրետ այն մարդիկ ում մաշկը կոմբինիրованный չի, այսինքն որ կան հարթ սուպեր պուպեր մաշկ, որ ծակոտիներն է չի երևում, նրանք ովքեր օգտագործում են սա, գոհ են իրանց մաշկը դեռ ընդունում է, այն մարդիկ ում մաշկը կոմբինիրованный է, իրանք պիտի զգույշ լինեն, չի ընդունում կոնկրետ իմ մաշկը, բայց դա կարա լինի իմ մաշկից։ Բայց այդ է մի կողմ, ես զգացել եմ, որ կոպի վրա և աչքի ներքևի հատվածում երբ որ քսում եմ, վնասում է, չորացնում է, կնճիռներ է հայտ գալիս, դրա համար չեմ կարող ինչ-որ բան ասել, իմ բարեկամները գոհ են, իրանք դեռ օգտագործում են, ես մի քանի անգամ եմ օգտագործել ու էլ մաշկս չընդունեց, տենց էլ գոհ չեմ։ Այս մի երկու անգամ օգտագործեցի, լավ էր, հետո զգացի, որ չի ընդունում մաշկս ու էլ լավը չի։ Ասել էսպես, սա փայլ էր ավելի շատ, հայլայթերի վայրան, քան թե CC, սա որպես տոնային չեք կարա գցեք դեմքին, ինքը ամբողջությամբ իր մեջ փայլիկներ է, իսկ կոզիվներում ունենց գրած չէր, որ հասկանայր հիմա ինքը ինչ է պարունակում, սա այսպես կարող է կամերան չհաղորդի, հա, մեկ էլ սրա գումար ինձ հետ ուղարկեցին, որտև իր մեջ համարյա դատար կա, համարյա ոչ մի բան չկա, սա ինքը ավելի շատ փայլ է, եթե սա դեմքին գցեք, պսպղում եք ուղղակի, սա ես տոնայինի տակից էի գցում կամ տոնայինի հետ խառնում էի, սկզբից
ընդունում էր մարկս, հետո էլի չընդունեց, չգիտեմ իրանց բաղադրիչները իրանք ինչ են անում։ Հաջորդը սա։ Սրանով կոնտուրինգ ավելի լավ էր լինում, քան թե սրանով, բայց գույների բացությունն նայեք, սա ինչքան բաց է։ Մի խոսքով սա էլ տենց գոհ չեմ, եւ սա ես դեմքի վրա քսում եմ ու զգում եմ, որ դեմքի վրա շատ վատ է նստում, պլյուս դրան եթե հանկարծ աչքերի շուրջ կամ կոպի վրա քսեք, աչքերի տակը սպիտակ են, որ գնդիկներ ա լինում մանր դուրս է գալիս, այսինքն ինչ որ գրգռող հատկություն ունի, վնասում է մաշկը, так что դրա համար ես իրան չեմ քսում։ Սրանք ես ունեմ ընկերուհիներ, որ իրանց դեմքին ամեն ինչ գալիս է, բայց ինձ թվում է ոչ թե գալիս է, իրենք իրանց մաշկը փչացնում են։ Ու ինձ միշտ ասում են դուր մեզ, ես կտամ իրանց։ Բայց կարող է YouTube-ի համար որոշակի վիդեոներ անեմ, էլի փորձարկելու համար, հետո նոր կտամ։ Ես եթե YouTube-ի համար էլ ուղղակի տենց հետաքրքիր դիմահարդարում եմ ցույց տալիս, հետո անմիջապես դեմքս մաքրում եմ, որովհետև ես չեմ սիրում ինձ դիմահարդարված։ Կարող է YouTube-ի համար դեռ պահեմ, չգիտեմ։ Ահա։ Եվ սա, որ Շարլոտին է նմանացրած, ինքը շատ խիտ տոնային է, չափից դուրս խիտ։ Գույնը շատ մուգ է, բեյժ 2, առաջի 2-3 անգամը մաշկիս էլի լավ նստեց, դրանից հետոները չէ։ Գույնը ինձ կոնկրետ շատ մուգ է, տեքստուրան շատ խիտ է, եւ աչքի կոպի վրա կամ կոպի աչքի ներքևի հատվածը որ քսում ես, էլի այդ մանր գնդիկները դուրս է գալիս, կոպն է վնասում է։ Աչքերի հատվածում հատկապես չպիտի քսեք, բայց անվնաս տոնայինները կոնկրետ կոպի վրա երբ որ քսում ես, ոչ մի վնաս չի անում։ Եվ սա պիտի ես զգուշությամբ տարածեմ, որ հանկարծ աչքի տակի հատվածը չկպնի տոնային, թե չէ մանր գնդիկներ է դուրս գալիս, իսկ ես կարծում եմ, եթե այդպես է, ուրեմն իր մեջ վնասական նյութեր կա, դրա համար իրան տենց էլ չեմ օգտագործում, էլի YouTube-ի համար եմ պահել կամ Instagram-յան վիդեոների, որպես այդպեսին ինքը շատ խիտ է, շատ ծանր է դեմքին նստում։ Սա այն աղջիկների համար, ովքեր սիրում են, կան մարդիկ, ովքեր սիրում են շատ խիտ տոնայիններ, իսկ ես ավելի շատ սիրում եմ շատ թեթև նստող տոնայիններ։ Այս շատ խիտ տոնայինը քսելուց հետո էլ մի հատ էլ քսես շատ խիտ, մի հատ էլ պուդրա ես քսում, որ կոնտուրինգ բան անես, շատ արդեն շատ է լինում դեմքի վրա։ Մի խոսքով կամ սա պիտի շատ զգուշությամբ տարածեք այն առաջվա ձևերով, ձեռքով, զգույշ մի փոքր, իսկ եթե գուբկայով եք արդեն նստացնում, տարածում, ոնց էլ անում ես, շատ է լինում դեմքի վրա։ Այդ էլ այդպես, ես այստեղ ոնց որ թե էլի բաներ ունեի պատվիրած Թեմուից, կամանց հիշում եմ էլ ինչեր ունեի։ Հա, այս ամենակարևորները թրենդային, սա մի բան է ուզում ասեմ աղջիկներ ջան, եթե տոնայինը լավ որակի է եւ ձեր մաշկը չի վնասում, ձեր կոպի վրա քսում եք չի վնասում, նշանակում է ինքը մաշկն չի վնասի։ Կոնկրետ MAC-ի, սա օրիգինալ տարբերակն է, MAC-ի այս տեսակը, ինքը շատ մուգ է, ես իմ դեմքին չեմ քսում, հա իմ դեմքին լավ է չի նստում, որ եթե անկեղծ, բայց ես սա փորձել եմ կոպի վրա եւ աչքի ներքևի հատվածում քսել եմ, չի վնասում ընդհանրապես կոպը։ Ինքը նաեւ 4 տեսակ է, բայց ընդհանրապես չի վնասում։ Շատ սիրուն է նստում եւ ընդհանրապես չի վնասում։ Դրա համար տոնայինների հարցում զգույշ եղեք։ Ես նույն կերպ տենց օգտագործել եմ L'Oreal-ի եւ Maybelline-ի տոնայինները, որոնք էլի չի վնասել։ Ես Maybelline-ից ունեմ շուտվա իմ ալիքում ամենայն վերջերի վիդեոներում Maybelline-ի կլոր շիշ էր եւ վրան գրած 24, բայց դա ասեն տյուբիկով տարբերակ չէր, նենց որ շիշը բացում ես, տենց օգտագործում այդ տարբերակներից էր։ Դա ես Ամերիկայից էին բերել, տենց էի առել,
կոնկրետ դա շատ սիրուն հարթ էր նստում եւ մաշկը ընդհանրապես չէր վնասում, ոչ կոպը, ոչ կոպի աչքի ներքևի հատվածը, բայց դա Ամերիկայից էր բերված։ Եվ նաեւ էլի տես տոնայիններ Maybelline-ից ունեցել եմ Գերմանիայից բերած, էլի արտակարգ լավ էր։ Բայց Կովկասյան, Վրաստան, Հայաստան, Ռուսաստան, այդ նույն տոնայինները ընդհանրապես ուրիշ տեքստուրա ունեն, այդ իմացեք, ոչ թե Maybelline-ը կամ L'Oreal-ն է վատ, այլ մեր երկրների համար ես փորձել եմ նույն տոնայինները, հետո Հայաստանից եմ գնել, մտածեցի պատենտ է խանութում վատ որակ են վաճառում։ Հետո Ռուսաստանինը էլի նույն որակն էր, Վրաստանինը էլի նույն որակն էր։ Հետևաբար մեր նման երկրներին, ոնց որ օրինակ Zara-ն, հետո ես իմացա, Massimo-ն ու մնացած բրենդները, մի խոսքով Armani եւ ֆիրմաները, օրինակ Ռուսաստանում ավելի որակյալ է, Հայաստանում ամենավատ կաչեստվան է որակն է, եւ եվրոպական երկրներում շատ ավելի մատչելի է եւ շատ որակյալ է։ Ոնց որ հագուստներն են անում, նենց է կոսմետիկան են փաստորեն անում, մեր նման երկրներին ուղարկում են ամենավատ որակը։ Ես կոնկրետ Maybelline-ի, այս մակից խոսացինք, ասում եմ, էլի, եթե դուք հնարավորություն ունեք դրսից պատվելու կամ դրսից ունեք նենց մարդ, Maybelline-ը ինքը վատ տոնային չի, իմ հանդիպած ամենալավ տոնայինն է եղել, անգամ թանկերից ես ունեցել եմ եւ այս տեսակը եւ Estée Lauder-ը, որ թանկ են էլի, եթե համեմատում ես որպես տոնային 25,000-30,000 դրամանոց տոնայինը, դա թանկ տոնային արդեն։ Դրանցից էլ ավելի լավն է եղել այդ տոնայինները, ես դրանց տվել եմ ամենաշատը կարծեմ 6000 դրամ։ Նաև Catrice-ը, բայց էլի Գերմանիայից բերված, Գերմանիա եւ Ամերիկա։ Այդ երկու տեղերից բերած տոնայինները ինձ համար եղել են ամենահրաշալի տոնայինները, որ դեմքի վրա նստել են շատ լավ, անգամ Estée Lauder-ից ես տենց գոհ չեմ, եթե սանդղակով դնենք, ես գնահատեմ 10, Estée Lauder-ը ասեն 3, թե ոնց է դեմքի վրա նստե։ Հետևաբար ես ինչի եմ նաև այդ տոնայինները շեշտում, որովհետև տոնայինները այն աղջիկներով ամեն օր են քսում, վնասում է դեմքը, եւ ես շատ հաճախ հիմա տեսնում եմ շատ երիտասարդ աղջիկների, կանանց ու մաշկը, հատկապես այդ աչքերի շուրջ կոպը, աչքի ներքևի հատված արդեն կնճռոտած, դա սխալ տոնային ընտրելուց է, սխալ ձևով դեմքը մշակելուց է, սխալ ձև օգտագործելուց է, սխալ պուդրա օգտագործելուց է, դրա համար եմ ասում, եթե հնարավորություն ունեք դրսից պատվիրեք ու իմացեք ինչ տոնային եք օգտագործում։ Անպայման, հիմա շատ հաճախ ասում են պետքա կանսիլյար գցեք կոպի վրա, այս էլ կանսիլյարն է, որ ես պատվիրել եմ Ռուսաստանից, Bicolor, օձիվները մեկը չկար վատը գրեր, մեկ անգամ ես իրան գցել եմ կոպի վրա եւ ամբողջ կոպս վնասեց, կնճռոտացրեց բառուց իմաստով, պլյուս դրան աչքի ներքևի հատվածը մանր սպիտակ կետեր առաջացրեց ու այդ կետերը նենց է, որ առաջանում, հետո չի անցնում։ Այսինքն, նենց չի, որ տոնայինը վնասում է, կանսիլերը չի վնասում, էդ էլ իմացեք։ Կանսիլերներ կան, որ շատ են վնասում կոպը եւ աչքի ներքևի հատվածը։ Իսկ այն տոնայինը, որ քսում ես, որ զգում ես չի վնասում, նշանակում է իրան արժե օգտագործել։ Իր բաղադրիչները այդքան էլ ահավոր չեն եւ արժե օգտագործել։ Այդ դրա համար է ես քան երկար բարակ խոսում։ Հիմա այսքան տոնայինների մեջից Estée Lauder-ը ես չեմ քսում, աչքս վնասում է։ Այս կանսիլերի պահն է ասում եմ, որ իմանաք, որովհետև շատ հաճախ աղջիկներին ասում են, իբր թե կանսիլերը, որ քսում եք աչքերի շուրջ, աչքի վրա, տոնային մի քսեք, երբեք դա քսեք, եթե չեք ուզում շուտ կնճռոտեք, բայց այս էլ կանսիլերն է, որ շատ ուժեղ կնճռոտացնում է, անգամ մեկ անգամ օգտագործելով, դրա համար եմ ասում, որ իմանաք, կանսիլերներն էլ կան լավ ու վատ, ու նենց չի կանսիլերը անվնաս է։ Ես սա օգտագործում եմ մենակ լուսավորություն հաղորդելու համար ճակատային հատվածը, ուրիշտեղ չեմ քսում այդ աչքերի մոտ, աչքի ներքևի հատվածում, որովհետև վնասում, անգամ տոնայինի վրայից վնասում, այսինքն այդ ճակատային քթային հատվածը այդքան է չէ։ Այդ այդպես։ Շատ զգույշ եղեք, կանսիլեր եք քսում, թե տոնային, մի հատ նայեք դրանից հետո ինչ ձևա ձեր դեմքի վրա ռեակցիա առաջանում մաշկը։ Իսկ այս տեսակը, որպես տոնային, ես իրան չեմ հավանում, աղջիկներ, բայց ես ինչի եմ իրան պահում, ես իրան օգտագործում եմ աչքերի վրա քսելուց, որովհետև ինքը անվնաս է, չի վնասում աչքերս։ Էդ էլ այդպես, այստեղ որ ասեմ վատ տուշա չէ, ուղղակի իմը չի։ Սրա ռոզվի տարբերակն է կա, նույն բանն է։ Այս էլ էլի Թեմոից։
Այսպես, ես էլ Selena Gomez-ը ունի չէ, հայտնի ինչ-որ հենց այս դիզայնով ինչա կոչվում, Ռումյանա, ես է որոշեցի այս տարբերակը տեսա դիզայնի համար պատվիրեմ, փորձարկումներ անեմ YouTube-ի վիդեոների համար, վիդեոների համար սիրուն է նայվում, բայց առօրյա կյանքում տենց կարմրոտ, ես ինչքան է քիչ եմ գցում, կարմրում եմ, սիրուն չի, վիդեոների, ֆոտոների համար կարող եք YouTube-ում նայեք մի հատ վիդեո ունեմ, դեմքս շատ է կարմրոտ տենց երևում, շորթերի մեջ է, կարճ վիդեոների, բայց իրական կյանքում տենց սիրուն չի, որովհետև ինչքան է քիչ եմ գցում, միևնույն է ինքը շատ է կարմրում, իսկ սրանից բաց գույներն է սփռտնած ռոզվեր, սիրուն չէր լինելու, սրանք մոդելների վրա աշխատելու, ինչ-որ տենց կարճ վիդեո ֆոտո անելու համար, անգամ իմ համար կամ արժե, բայց նենց առօրյա կյանքում օգտագործելու համար չի օգտագործվելու տենց, կարող եմ 2 անգամ ու վերջ, այս տեսակը ես հավանում եմ, ինքը մատչելի էր և ոչ միշտ եմ օգտագործում, տենց 1000-ից 1, բայց վատը չի, լավն է, սևի մի փոքրիկ պոչիկ եմ անում սուրմը, սա էլ պոչիկի վրայի հատվածից մի փոքր անում եմ, հետաքրքիր երանգ է հաղորդում, գեղեցիկ է նայվում, նուրբ եմ անում շատ, և սա էլի պատվիրել եմ Թեմուից, եթե անկեղծ վատը չի, բայց ամբողջ աչքի վրա տենց որ սիրուն սուրմա ունեք, խորտ չեմ տա, ես մենակ պոչիկային հատված եմ անում, ոչինչ, բայց սա շատ շուտ նաև կարա փշրվի, թափվի, դրա համար խորտ տալ չտալ չեմ կարող, 1000-ից 1 օգտագործողների համար, եթե շատ մեծ գումար չեն ուզում տան, արժե տան, բայց եթե չէ ռուսական ֆիրմաներ կան, հիմա անունները մոռացա, Viber-ից կարաք պատվիրեք, 1000-1500 տակ տենց պատվիրեք, և սա, այս է գրիչ տարբերակն էլի վատը չի, բայց նայեք, ովքեր ինգլոտ են օգտագործել, նրանք միանշանակ սա չեն հավանելու, բայց ես կոնկրետ ինգլոտից ունեմ ալերգիա, աչքերս ուռչում է, ուժեղ ցավում է, մենակ ես չեմ հաճախորդներից է, հետո երկրորդը գնեցի, ինձ ասեցին կարող է նույն վրձնով, ես վրձինը շատ մաքուր եմ պահում, այդ հիգիենան գիտեմ, հետո ես նորից գնեցի, ամենաառաջի օգտագործողը ես եմ եղել, ու էլի նույն ալերգիան, նույն ցավը, աչքերի ուռչելը, մի խոսքով ինգլոտը սիրուն է, սիրուն սև է ու սիրուն է տարածվում, բայց իր այդ պիտի արագ աշխատես, ոչ չորանա, բայց, ու ձեռքով է որ կպնես, տենց չի մաքրվելու, էլի ինքը տենց այդ առումով լավ է, բայց կոնկրետ ուժեղ ալերգիա է տալիս, պլյուս դրան շատ թանկ է, թանկն է մի կողմ, եթե ալերգիա չլիներ, վատ չէր, ես իրա համար գնեցի յուղ, մի քիչ չորացել է, ինչքան է ճիշտ եմ աշխատում, միևնույն է ինքը չորացավ, աշխատելով ես իրան սենց եմ դնում, սենց յուղ էի արել, ավելի վատ որակ ստացվեց, այդ էլ այդպես, սուրմաներից ենք խոսում, դա մարդ ցույց տվեցի, և ունեմ այսպիսի սուրմա, որ վատիկը չի, ստեղ էլի բան ունեմ, սա ձեզ էդ է ցույց տամ ու վերջացնենք վիդեոն, մոռացել էի, կլեպաչը ովքեր գիտեն, ես էլ կլեպաչի նման սենց փալիկներ Թեմուից եմ պատվիրել, ես այդ է ցույց տամ ձեզ ու վերջացնենք, մեկ էլ էլֆն էլ մենակ պոչիկի հատված որ կսում եմ, վատ չի, բայց ինքը մուկ սև չի, սենց կարող է մուկ է երևում, բայց երբ որ աչքի վրա աշխատում ես, ինքը պիգմենտ տենց չունի, ինքը կապրիզնի է, պիտի հասկանաս իր այդ ոնց աշխատես, կարևորը ուղղակի ալերգիա չի լինում, ու ես դա համար իրան սիրում եմ, հայ կներեք աղմկի համար, իսկ այս տեսակները, որ ասում եմ, կապույտը կոնկրետ փշրվում, թափվում է, այս կապույտը փշրվում, թափվում է, եթե իրան հանկարծ տենց կպնեք միամիտ աչքին, ինքը կարա մաքրվի, ուղղակի տենց սիրողական ինչ-որ բան փորձարկելու համար արժե, այս նույն գույները ինգլոտում կա 10,000, բնականաբար ինչ-որ մի հատ 1000-ից 1 օգտագործելու համար չարժե տալ 10,000, արժե տալ տենց մի 600 դրամ, սա ես 5 հատովն էի պատվիրել, վատը չի, բայց ես այս տեսակների տենց չեմ հավանում, եթե անկեղծ, Էվելինը ավելի լավն է, և սա էլ արդեն ասեցի, ես մենակ որ իրան պոչիկ եմ անում, վատը չի, բայց եթե հանկարծ միամիտ ես աչքից կպնեմ, ինքը կփշրվի, կթափվի, իսկ ես փշրվող թափվող տեսակ չեմ սիրում, բայց եթե չունեք այնքան գումար ուզում եք փորձել,
փորձեք։ Ուղղակի իմ խորհուրդը ձեզ, եթե կընդունեք, եթե սուրմը ամեն օր եք օգտագործում եւ սիրում եք օգտագործել, ապահովությունից ելնելով ցանկալի ատակ ոչ թե 600 դրամ, 650 դրամ սրանց այս փորձարկելու համար եմ առել կամ YouTube-յան վիդեոների համար։ Արժե տակ թեկուզ 1500 դրամով կա Վալբերեցում շատ լավ սուրմաներ, լեհական եւ տենց խառը։ Այսքանը աղջիկներ ջան, հուսով եմ օգտակար վիդեո էր, մի քիչ երկար խոսեցի, որպեսզի տոնայինների վերաբերյալ ասեմ, որպեսզի իմանաք նաև, որ կան բաներ, որ շատ ուժեղ կարա ձեր մաշկը վնասի, վնասողներից մեկն է սա էլ է, բուրժուայի, սա ես ամբողջ դեմքին չեմ տարածում, մեկ-մեկ եղել է, որ տարածել եմ, բայց կոնկրետ սա չի կարելի ամբողջ դեմքին տարածել, չի կարելի կոպի վրա քսել, որովհետև ձեր կոպը չորացնելու է, վնասելու է, կնճռոտացնելու է։ Ես սա օգտագործում եմ հիմնականում, ասենք տոնայինի հետ, ասենք սա յուղոտ տոնային է, սրա հետ մի քիչ է սրանից եմ խառնում, որպեսզի հետո պուդրով շատ ֆիքսելու կարիք չլինի, այսինքն սա այնքան չոր է, որ մի փոքր խառնում ես մի քիչ յուղոտ տոնայինի հետ, էլ կարիքը չի լինում շատ պուդրայով ֆիքսես, դրա համար եմ ես սա տենց պահում, թե չէ իրան առանձին մենակով քսես, ինքը շատ ծանր տոնային է, գաջի էֆեկտ է լինելու, սիրուն չի լինելու, հետո այդ չորությունն էլ է դեմքի վրա երևալու, պլյուս դան սա եթե ամբողջ դեմքին տարածեք, կոպի վրա չտարածեք, չորացնումը, ես մի քանի անգամ դες փորձել եմ, ճակատային հատվածը կնճռոտացնում է, պլյուս դրան քթի հատվածին չքսեք, որովհետև ինքը շատ չոր է, հետո վրձնով չեք կարող աշխատեք կոնտուրինգ անելու ժամանակ, ոնց որ եմ որ քթի վրայից ոնց որ տոնայինը սղացնեք, շատ տհաճ է լինելու։ Մի խոսքով սա տեխնիկա ունի, որ պիտի հասկանաք, ոնց որ նկարիչը գիտի, որ գույնը ոնց խառնի, ինչ հանի, որ սիրուն նայվի, սա էլ որպես նկարչի պես պիտի հասկանաս տեքստուրայից, բայց ինձ դրա մասին ոչ մեկ չի ասա, ես եմ իրան հայտնաբերել, հասկացել, հետո հասկացա ինքը շատ չոր տոնային է եւ օրինակ այս տոնայինն էլ Միլանի շատ յուղոտ է, որպեսի իրան հետո, քանի որ շատ յուղոտ է, պուդրան շատ է ծծում, երբ որ պուդրով ֆիքսում ես, հետո որ շատ է ծծում, տոնայինի էֆեկտը կորչում է, դեմքիդ է գաջի էֆեկտ է լինում, որպեսի այդ ամեն ինչից խուսափենք, իրանից խառնում եմ տոնայինների հետ, յուղոտ տոնայինների հետ, որպեսի մի քիչ ավելի սիրուն նստի եւ արդեն շատ կարիքը չլինի շատ պուդրով ֆիքսելու, ինչքան շատ ես պուդրով ֆիքսում, այնքան սիրուն չի նայվում, արդեն տոնայինի էֆեկտն է կորչում է դեմքի վրայից, այսքան աղջիկներ ջան, եթե դիմահարդարման հետ, այս մոռացա, գլեպաչը գիտեք, շատ ինքը թանկ է, կարծեմ արդեն 4.5, մի բջուրիկ շիշը, ես գնել էի Best Shop-ից, մի հատը, կոնկրետ այս մի հատը մեջը ահագին քիչ էր, համեմատած են մնացածի, օրինակ ստեղ ունենք ուրիշ, որ տենց չեմ էլ օգտագործել, տեսեք այս մեկի մեջ ինչքան է, ու այս մեկի մեջ ինչքան է, բայց դա ես առնելուց պիտի նայի այնտեղ, ու եթե տենց էր չվերցնի այս գույնը, նու 4500 տաս ու մեջն այդքան քիչ լինի, տեսեք, ես էլ եմ այնտեղից վերցրել, այս շատ օգտագործվող գույնը 118-ը, ու սա ահագին էլ օգտագործել եմ իմիջիալոց, ու տեսեք իրա մեջ ինչքան է, նորմալ լցրած է, և սա համարյա տենց չեմ օգտագործել, կապույտ երանգ է ու կիսատ է, տեսեք, ես հետո ճանապարհին բացել էի նայում էի, այդտեղ մի տեղ կար նստել էի Սասունցի Դավթի մոտ, արձանի մոտ, հետ գնացի, այդ աղջիկին ասում եմ նայեք, ասում են մենք էլ ոչ բան չենք անենք, ոնց որ տեղում նայեիք, հետո առաջարկեցին, ասեցին ուզում եք պրոբնիկից մի քիչ լցնենք մեջ, ասեցի պետք չի, ուղղակի դե հիմա տեղում ոնց նայես, փակ մի հատ կարդոնի նման տուփի մեջ դրած է, այնտեղ ինչ պատկերացնես, որ տենց է, որ տեղում նայես, իրանք հետ թող տեղում ցույց տային, այդպես, այդ հիշեցի, այդ մի պահով ջղայնանում եմ, այս էլ на всякий случай պատվիրեցի Թեմուից, ասեմ ձեզ իրականում վատը չի, բայց դու գնային կոմեսալին գնելու ես,
իրականում վատը չի, ճիշտ է, կլեպաչի նման լավը չի, բայց վատն է չի։ Գինը կարծեմ 500 թե 600 դրամի կարգի եմ տվել, 650-ը ինչա, բայց իրականում գոհ եմ, էլի սիրուն ա նայվում, կլեպաչի էֆեկտ ունի, ուղղակի ափսոս շատ գույնային գամաներ չունի, որ պատվիրեի։ Էնպես որ նենց չի կլեպաչը այդքան որ գումարադրած այդքան արժե իրան տալ, շատ ա թանկ, եթե անկեղծ։ Այսքան աղջիկներ ջան, հուսով եմ օգտակար վիդեո էր, եթե ինչ-որ այս թեմայով ինչ-որ բաներ հետաքրքրում ա, կոսմետիկաների վերաբերյալ կարող եմ կիսվել սրտե